Ազգային ժողովի ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը պատրաստ է համագործակցել Հանրապետականի հետ։ Հիմա դուք վաղը կարող եք ասեք, պարոն Բաղդասարյան, կարող եք դուք վաղը էլի Հանրապետականի հետ կոալիցիա կազմեք։ Ես ձեզ պատասխանում եմ։ Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք մի դեպքում, եթե մենք ունենանք որոշումների վրա ազդեցություն։ Մինչ այդ կուսակցությունը պետք է կարողանա մտնել խորհրդարան, այստեղ Արթուր Բաղդասարյանը կողմնորոշվել է, թե ում հետ է կապում իր հույսերը խորհրդարան մտնելու համար։ Ինչքան որ Աստված տվեց։ Թիմակիցներին մոտ 2500 հոգու լավ ճակատագիր չի սպասվում, եթե նրանք Աստծո կողքին չեղան եւ չաջակցեցին, որ կուսակցությունը մտնի խորհրդարան։ Պարոն Բաղդասարյանը հիշեցնում է իր սպառնալիքը թիմակիցների հասցեին, որը նրանք ծափահարություններով են ընդունել։ Ասել եմ կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք։ Հայկական վերածնունդը ընտրություններին մասնակցելու է իբրև ընդդիմադիր ուժ, նրա գործը հեշտ է, հասարակության 99%-ը ընդդիմադիր է, սակայն սա չի նշանակում, որ եթե Հանրապետականը ստանա ասենք 20% քվե, Բաղդասարյանը կասի, որ ընտրությունները կեղծվել են։ Չեմ կարող ասել ինչու։ Մարդը կամով ինքը բողոքական է, բայց գումարը վերցնում գնում քվեարկում է։ Պարոն Բաղդասարյանի կուսակցության համար դժվար է լինելու հատկապես ռեյտինգային ընտրակարգով պայքարը։ Դիցուք իրենց տեխնացուն չի կարող պայքարել օլիգարխ Միհրան Պողոսյանի դեմ։ Կուսակցության նախագահը չի ընդունում, որ իրենք քվեի խնդիրն ունենալու նաև մարտի 1-ի սպանություններին նպաստելու համար։ Եթե դուք ուզում եք Հայաստանը դառնար այսօրվա Ուկրաինան, չէ՞, հեղափոխության Ուկրաինան, որ կորցրեց իր տարածքների մի մասը, Վրաստանը, որ կորցրեց իր տարածքների մի մասը, մենք կնքել ենք քաղաքական կոալիցիայի մասին հուշագիր, որ Երևանը չդառնա այրանցով։ Եվ լավ են կարել։ Չէ, մարտի 1-ից 1 օր առաջ չի եղել ներեգություն։ Եթե չլիներ մեր կնքած հուշագիրը եւ իշխանությունը ուզենար գործողություններ անել, միևնույն է, դա անելու էր։ Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, ինքը Սերժ Սարգսյանին էլ է ընդդիմադիր, սակայն ինքը քննադատում է երևույթները եւ ոչ թե անձանց կոռուպցիա, հանրապետականի մեն իշխանություն, քննադատում է, որ իր կուսակցությունը վերցնի իշխանությունը։ Մենք եթե այսօր ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ մենք պայքարում ենք, որպեսզի մնանք ընդդիմություն։ Իդեպ պարոն Բաղդասարյանը բնավ դեմ չի լինի, եթե ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները կոալիցիա կազմեն հատկապես հայկական վերածնունդի շուրջ։